Տերը կենթանի է մեզանում և Տիրոջ հոգին իրական է։ Ամեն անգամ, երբ որ հավաքվում ենք Տիրոջ առջև Տիրոջը պաշտելու, Աստծո ժողովուրդը պետք է ունենա մի ցանկություն, իրականում հաղորդ լինել Տիրոջ հետ։ Գիտեք, Հիսուսը մեռելներից հարություն առավ և սա շատ խորը տպավորություն էր թողել Պողոս առաքյալի հոգում։ Եվ ինքը հետագա իր բոլոր և շատ ու շատ թղթերի մեջ այդ ակնարկն արեց և մի հետաքրքիր բան այսպես գրեց, ասեց Հիսուսը հարությունից հետո հանդիպեց Պետրոսին, հետո հանդիպեց 12-ին, 120-ին, հետո ասում որպես թե վիժվածքի ինձ էլ հանդիպեց։ Ինչի համար էր ինքը իրականությունը շեշտում, որ Հիսուսը կենդանի է, որն է իրական քրիստոնյայի և, այսպես ասած, սովորական հավատք ունեցող մարդու տարբերությունը, որ իրական քրիստոնյայի ներսում մի շատ կարևոր կնիք կա, Հիսուսը կենդանի է։ Ինքը հավատում է, որ Հիսուսը մեռելներից հարություն առ է և ինքը կենդանի է։ Եվ ինքը կարող է հանդիպել, կարող է մխիթարել, կարող է զորացնել, կարող է խոսել, ինչու, որովհետև Հիսուսը կենդանի է։ Թող փառավորվի իր անունը։ Մենք այսօր հավաքված ենք Տիրոջ առջև, կենդանի Տիրոջ առջև, որի ներկայությունն է այս վայրում։ Գիտեք ինչ հանգամանքները չի, որ մեզ հավաքել են, մեզ հավաքել է Տիրոջ ներկայությունը, ինչու, որովհետև մենք ուզում ենք մեկ անգամ ևս հպվել նրան։ Մենք ուզում ենք մեկ անգամ ևս ճաշակել նրա քաղցրությունն ու իրականությունը։ Եթե այս կարիք այս ծարավը չի ինձ բերել Տիրոջ առաջ, գիտեք, շատ ժամանակ լինում է պահ, որ մարդը հոգնում է հավատքից։ Ես հիշում եմ, ես մի վկայություն անեմ, ես փոքր ժամանակից իմ մայրին ձեռքը բռներ տայել ինձ եկեղեցի։ Բայց եկավ հասավ մի տարիք, որ հավատքը իմ համար այդքան էլ հետաքրքիր չէր։ Դա իմ պատանեկանի վերջնօրսնակ երիտասարդ տարիներն էր, կյանքը իր հետաքրքրություններ առաջարկում ինձ, ու իմ ներս ամենակարևորը ինձանից մի բան էր պահանջում, որ այս արտաքին երևույթները դրանք չէին կարողանում լեցնել։ Եվ այդ հոգու դատարկությունը ավելի ու ավելի էր իմ կյանքը դարձնում անիմաստ։ Ես հիշում եմ մի օր ես մասնակցել եմ մանկական պաշտամունքների, մասնակցել եմ այդպես պատանեկան պաշտամունքներին, բայց այդ դատարկությունը ոչինչով չէր լցվում։ Պատճառը նա չէր, որ չկար Տերը։ Պատճառը նա չէր, որ Հիսուսը հարություն չէր առել։ Պատճառը նա էր, որ ես սխալ էի կարողանում ընկալել նրա իրականությունն ու կյանքն ու կենդանությունը։ Ես հիշում եմ մի զրույցի ժամանակ եղբայրներից մեկը, երբ որ խոսում էր Տիրոջ խոսքը, եւ հանկարծ իմ աշկերը, երբ որ հառեց իր աշկերին, ես տեսա իր ներսը մի բան, որ իմ ներսը ուզում է դա։ Ես տեսա իր մեջ մի կյանք, որի կարիքը ես ունեի այդ պահին։ Ես չգիտեի դրա անունն ինչ է։ Խոսակցության ժամանակ այդ եղբորն ասեց, ես այդքան էլ չէի հասկանում, ինքը ինչ էր ասում, շատ լուրջ խորը հոգևոր բաներ էր ինքը խոսում այդ եղբայրը։ Ես ասի եղբայր ջան, մի հատ հարց տամ։ Ասեց ասա, այսպես բարի ժպիտով նայեց ինձ, ասի ես չեմ հասկանում դու ինչ ես ասում, բայց այն ինչ որ քո մեջ կա, ես դրա կարիք ունեմ։ Ինքը այսպես ժպտաց, նայեց ինձ, ասեց դա ինչ չի, դա ով է։ Եվ իր անունը Հիսուս է, փառք իր անվանը։ Գիտեք, ես մի պահ կանգ առա։ Ես ասի Տեր, բա 5 տարեկանից ես ինչ Հիսուս գիտեմ, որ իմ ներսը չի կարողանում ուրախացնել այնպես, ինչպես ես անձի ներսն է ուրախացնում։ Ես գիտեմ ավետարանը, գիտեմ այն չափով, ինչ չափով, որ ես սովորել եմ, կարդում եմ, կարդացել եմ, բայց ով ես դու, որ ես անձի ներսում դու ուրախություն ես տվել, բայց ես դատարկեմ, որ ես անձի ներսում դու իրական ես, կենդանի ես, բայց ես չունեմ քեզ։ Եվ գիտեք, իրական փնտրտուք սկսվեց։ Ամեն մարդ ունի կյանքի կարիք։ Դրա համար Հիսուսը շատ հետաքրքիր խոսք ասեց. ես եմ կյանքը։ Դա հենց այնպես խոսքեր չէր։ Դա այն խոսքն էր, որի կարիքը մարդու ներսը ուներ։ Գիտեք, դիվային աշխարհը, սատանան այն աստիճանի էր կուրացրել այս երկիրը, որ կյանք իրականությունը կարծես վերացել էր։ Կյանքը միայն արտաքին երևույթների մեջ էր երևում, որովհետև սա սատանայի հնարքներն էր, մեղքի խաբեբա ցանկություն։
Ինչի համար է խոսում խաբեբաց ցանկություն, որովհետև դա պահի մեջ է, դա զվարճանք է, բայց դրա մեջ չկա հավիտենություն, դրա մեջ չկա իրականություն, սա ընդհանրապես մի շատ գեղեցիկ փուչիկ է, այսպես ասած, որի մեջ անոտ դատարկություն է։ Եվ Հիսուս կյանքի իրականությունը նա է, որ կարողանում է լեցնել այդ դատարկ տեղը։ Սատանայի խաբկանքը, սատանայի հնարքները երկար չտևեց։ Երբ որ կարդում ես Եսայա մարգարեն հետարքիր է գրում երկրագնդի վրա եղած ճգնաժամը մինչև Հիսուսի գալը, ես ուզում եմ մի փոքր կարդամ Եսայա 59-րդ գլխից, քանզի մեր 12-րդ համարից, քանզի մեր հանցանքները քո առջևդ շատացան, ու մեր մեղքերը մեզի դեմ վկայություն կուտա, որովհետև մեր հանցանքները քոքով են ու մեր անօրենությունները գիտենք, հանցանք կրինք, Տերը ուրացանք, մեր Աստծո հետևից խոտորվեցանք, անիրավություն եւ ապստամբություն խոսեցանք, մեր սրտի մեջ սուտ խոսքեր մտածեցինք, եւ դատաստանը ետ դարձավ, արդարությունը հեռու կայնեցավ, քանզի ճշմարտությունը հրապարակի մեջ ընկավ եւ ուղղությունը չի կարող ներս մտնել։ Սա երկրագնդի իրական վիճակն էր մինչև Հիսուսի գալուստը։ Եվ ավետարանը շարունակում ասում է, եւ Տերը տեսավ, եւ սա նրա առջև գեշ երևցավ, քանզի իրավունք չմնաց։ Քանզի ամենքը մեղք գործեցին եւ Աստծո փառքից պակսեցան։ Գիտեք, Աստծո ստեղծած մարդը ամենագեղեցիկն էր ստեղծագործության մեջ։ Աստծո ստեղծածը սա Աստծո սրտի համեմատ էր, որովհետև ոչ մի բան Աստված իր պատկերով, իր նմանությամբ չստեղծեց, բայց մարդուն ստեղծեց իր պատկերով, իր նմանությամբ եւ իրեն համար։ Բայց արի ուտես մարդու խաբված լինելը հեռացրեց Աստծուց։ Երկրորդ Թագավորաց գիրքը 14-րդ գլուխը հետարքիր է գրում 14 համարն ասում է, քանզի մենք ամենքս իհարկե պետք է մեռնեինք եւ գետինը թափված ջուրին նմանվեինք, բայց Աստված մարդու մոհոգին չի առներ, հապա միջոցներ է հնարում, որպեսզի աքսորվածը իրենից աքսորված չմնա։ Մարգարեները եկան խոսեցին, օրենքը տվեց Աստված, եւ շատ ու շատ սուրբեր երկրի վրա փորձեցին մարդ Աստված հարաբերության մեջտեղ կանգնել, բայց մարդու ներսի դատարկությունը այդպես էլ չլցվեց։ Մարդու հոգու ճիճը, հոգու կանչը, որ կյանքի ծարավ էր, այդպես էլ չլցվեց։ Եվ Պողոս առաքյալը գաղատացիներին գրում է, ասում Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց իր որդին, կնոջ մեջ ծնված լինելով, թող փառավորվի մեր Տերը։ Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի երկիր գալը ուներ շատ կարևոր նպատակ։ Այդ նպատակը միայն երկրավոր կյանքի բարքերն ու կարգերը փոխելը չէր։ Այդ նպատակը միայն երկրավոր կյանքի մեջ բարիկեցիկություն բերելը չէր, ինչպես Իսրայելն էր սպասում, ինչպես իր աշակերտներն էին մտածում, Տեր, երբ պետք է հաստատես քո թագավորությունը երկրի վրա։ Նա բերել էր մի թագավորություն, որ հավիտենական էր։ Նա բերել էր մի թագավորություն, որի թագավորը ինքն էր։ Եվ հետագայում առաքյալները իրենց թղթերի մեջ գրեցին, Աստված մեզ իր թագավորությանը հրավիրեց, փառքով ու առաքինությունով հրավիրեց։ Ինչու՞մ ներ այդ փառքի կանչը, ինչու՞մ ներ այդ հրավերի կարևորությունը։ Աստված ամեն մի իրեն կանչողին, Աստված ամեն մեկին, որ հրավիրում է, ունի անհատ նպատակ ամեն մեկիս հետ։ Դրա համար ամեն մեկի հետ ինքը ուզում է անհատ հանդիպում ունենա։ Սիրելիներս, իրական քրիստոնեությունը սա գաղափարախոսություն չի։ Իրական քրիստոնեությունը սա սկսվում է Հիսուս Քրիստոս կյանքի հետ հանդիպելուց։ Շատ ժամանակ շատերին թվում է, թե քրիստոնեությունը սա կրոն է, ոչ, դա կրոն չի, դա իրական կյանքի հայտնություն է, որովհետև Հիսուսը մեռելներից հարություն է առել, նա կենդանի է, թող փառավորվի իր անունը։ Կրոնը դրանք արարողություններ են, կրոնը դրանք կարգեր ու բարքեր են, որոնք ունեն սկիզբ, ունեն վերջ, որոնց մեջ չկա կյանք, որոնց մեջ կա դատարկություն, բայց Քրիստոս կյանքի հայտնությունն է։ Դրա համար քրիստոնեությունը սկսվում է այն պահից, երբ որ Հիսուսը իր կյանքի հոգիով գալիս է քո մեջ։ Եվ դրա մասին գրում է Պողոս առաքյալը, կյանքի հոգու օրենքը ինձ ազատեց մեղքի եւ մահվան օրենքից։ Քրիստոս կյանքը, երբ որ հայտնվեց երկիր, նա փառավորեց Հորը։ Քրիստոս կյանքի հայտնությունը, այստեղից է սկսում իրական Աստծո պաշտամունքը։ Եվ հետագայում Պողոս առաքյալը Հռոմեացիս առաջի գլխում գրում է, վկա է ինձ Աստված, որին պաշտում եմ իմ հոգիով նրա որդու ավետարանի մեջ։
Քրիստոսի հայտնությունն է բերում մարդու կյանքի մեջ իրական պաշտամունք, երկրի վրա կար շատ պաշտամունքներ։ Երբ որ Հիսուս հանդիպեց այդ կնոջ հետ, այդ կինն ասեց, դուք ասում եք Երուսաղեմն է վայրը։ Իրանք մտածում էին սարերի, լեռների վրա է վայրը։ Հիսուսն ասեց, ոչ այնտեղ, ոչ այնտեղ։ Աստծուն պաշտողները պաշտում են հոգով ու ճշմարտությունով։ Այսինքն, երբ որ աստվածային ներկայությունը գալիս է մարդու կյանքի մեջ, բերում է նոր պաշտամունք, վերջանում է մարմնի պաշտամունքը, սկսվում է այնտեղ հոգու պաշտամունք, որովհետև մարդը հոգի է։ Եվ Աստված այդ պաշտամունքն է հաճենում։ Եվ երկրի վրա փնտրում է այդպիսի պաշտողներ հոգով ու ճշմարտությունով։ Եվ Տիրոջ իրականությունը սա է, Տիրոջ զորությունը սա է։ Այն խանգարող հանգամանքը եղբայրս խոսեց դրա մասին, որ կարծես թե խանգարում էր մարդ Աստված հաղորդակցությունը, մարդ Աստված հարաբերությանը, Տերը վերցրեց խաչապայտին գամեց։ Հիսուսի երկիր գալը ուներ շատ կարևոր նպատակ։ Դա հոր մեջ եղած ծածուկ գանձն է։ Դա հոր մեջ եղած գաղտնիքն է։ Կողոսացիների առաջի գլխում Պողոս առաքյալը բացում է այն խորհուրդը, որ ծածկված էր հավիտենական դարերեն, Աստված հայտնեց իր սուրբերին, եւ սա է այդ խորհրդի փառավոր մեծությունը, Քրիստոս ձեր մեջ փառած հույսը։ Այսինքն բավարար չէր, որ Աստծո ներկայությունը մարդը շոշափեր իր մարմնի վրա։ Սա չէր բավարար Աստծուն։ Գիտեք, տարիներ շարունակ մարդիկ ուխտի տապանակը կրել են իրանց ուսի վրա, այսինքն մարդ Աստված հարաբերությունը, մարդ Աստված հաղորդակցությունը եղել է ինչ որ ժամանակի մեջ եւ եղել է արտակուս դրսևանց, եղել է տարածություն։ Մարդ անգամ չի կարողացել դիպչել այդ սրբության սրբոցին, մարդ անգամ չի կարողացել սովորական անձնավորությունը մտնել սրբարան, միայն քահանայապետը տարին մեկ անգամ զոհեր անելուց հետո։ Սա չէր Աստծո նպատակը։ Հիսուսը հարության ժամանակ, երբ որ հարություն առավ, հանդիպեց Մայրամին, ինքը բացեց այս փոքր նպատակը։ Այս փոքր պահը բացեց Մայրամին, Տիրոջ հավիտենական նպատակը բացեց, ասեց գնում եմ իմ հոր մոտ, ձեր հոր մոտ։ Գնում եմ իմ Աստծո մոտ եւ ձեր Աստծո մոտ։ Այսինքն Աստված ուներ նպատակ մարդու հետ մեկանար։ Եվ այդ նպատակի համար աղոթեց Հիսուսը։ Ահա թե ինչն էր Հիսուսի երկիր գալու նպատակը, այն ծրագիրը, որ Հայրը ուներ իր մեջ, մարդկության հետ, իր ստեղծածի հետ մեկանար, իր ստեղծածի հետ հարազատանար, սա ի գործ դներ։ Սատանային թվում էր, թե խաչելով Հիսուսին կվերջանա ամեն ինչ։ Եսայիա մարգարեն հետարքիր է գրում, նրա անձը մեղքի համար զոհ անելուց հետո սերունդ պետք է տեսնի եւ իր օրերը պետք է երկարացնի։ Նրա անձը մեղքի համար զոհ անելուց հետո սերունդ պետք է տեսնի եւ իր օրերը երկարացնի։ Եթե հակառակորդը մտածում էր մեկին խաչելով պետք է վերջացնի, իսկ Աստված մեկ այլ բան էր մտածում, մեկ ցորենի հատիկ հողի մեջ դնելով պետք է շատացնի փառք իր անվանը։ Եվ մինչև հիմա Տերը ճշմարտությունը շատացնում է, սերունդ պետք է տեսնի եւ իր օրերը պետք է երկարացնի։ Ինչպես է երկարում Տիրոջ օրերը, իմ ու քո մեջ իր ներկայությունը բնակվելով, իմ ու քո մեջ իր Սուրբ Հոգիով հայտնվելով, Տերը իր օրերը երկարացնում է երկրի վրա։ Դրա համար թող փառավորվի իր անունը։ Դու կանչված ես Քրիստոս կյանք ունենալու համար, որովհետև դու հավիտենական գոյ ես։ Դու կանչված ես Քրիստոս կյանքի իրականությունը ապրելու համար։ Դրա համար առաքյալն ասում է Քրիստոսի հետ խաչ ելա։ Եվ այլևս կենթանի է ոչ թե ես, հապա նա։ Բայց որ հիմա մարմնով եմ ապրում, նրա որդու Հիսուսի հավատքով եմ ապրում, որ ինձ սիրեց իմ տեղը մեռավ, փոխվեց այս մարդու նպատակները, մեկ հանդիպումից հետո փոխվեց այս մարդու նպատակը։ Հələ մի պահ պատկերացրեք, մարդը լուրջ նպատակադրված ընթացք է գնում, ճանապարհ է գնում եւ հանկարծ հանդիպեց ճանապարհին մեկին, որի անունն է Հիսուս։ Եվ մի արտահայտություն, ինչ անեմ Տեր, միթե անելիք չուներ, թղթերը ձեռը գնում էր Դամասկոս հավատացյալներին բռնելու եւ վերջացավ անելիքը, երբ որ հանդիպեց Քրիստոս անձի հետ, այստեղից է սկսվում հավատքը։ Հիսուսն է, Հիսուսի կյանքի հայտնությունն է, որ իմ իրականության մեջ հայտնվելուց հետո փոխում է ինձ ամբողջովին,
Փոխում էին ներքնաշխարհի ծրագրերը, առանց Քրիստոս կյանքի ներկայության, ինչքան էլ ուզում ես քեզ ստիպի, առանց Աստծո խոսքի հայտնության, ինչքան էլ ուզում ես համոզի քեզ, միևնույնն է, քո ներսի ուժերը հզոր են։ Որովհետև տարիներով դու փայփայել ես նպատակ, տարիներով դու ունեցել ես փափագներ, եւ հանկարծ գալիս է այդ փափագը, այդ նպատակը կատարելու պահը, ու հանկարծ ճանապարհին հայտնվում է Աստված, Հիսուս Քրիստոսի տեսքով։ Այդ դեպքում, որ փոխվում է քո սաղ նպատակն, եւ քո մեջ գալիս է երկնային նպատակը, եւ քեզ համար կյանքը դառնում է Հիսուս։ Դրա համար առաքյալը շատ ուրախությամբ ասում էր, ինձ համար ապրելը Քրիստոս է։ Այսինքն իմ նպատակները համապատասխանում են նրա նպատակների հետ, իմ ցանկությունները լրիվ նրա ցանկություններն է, իմ կյանքի իմաստը նա է, իմ երազանքը նա է, ես նրան եմ ուզում, ինչու, որովհետև ինքն է հայտնվել իմ մեջ։ Սիրելիս, Հիսուս կյանքի հայտնությունը սա է բերում մարդու կյանքում, ամբողջական փոփոխություն, կյանքի հոգու օրենքը, երբ որ հայտնվեց երկիր, նա դատապարտեց մեղքը։ Եվ Հիսուսի երկիր գալու ամենակարևոր նպատակներից մեկն էլ նաև սա է, ոչ միայն մեղքին թողության տալը, մեղքին թողություն տալիս էր նաև ցուլերի նոխազների արյունը, ոչ, այլ դատապարտել մեղքը։ Այն մեղքը, որ տարիներ շարունակ կանգնած է եղել մարդ Աստված հարաբերության մեջ, եւ մեղքի հետևում կանգնած էր մահը, որովհետեւ մահվան խայթոցն է մեղքը։ Գիտեք ինչի համար Հիսուսը գնաց մահվան։ Ես մի կարճ խոսեմ այս հայտնության մասին եւ կգանգնենք աղոթքի, որովհետեւ ամբողջ մարդկությունը դատապարտված էր մահվան։ Այդ թվում նաեւ ես։ Հիսուսի մահվան մեջ հայտնվելը ուներ մեկ նպատակ՝ ինձ այնտեղից գտներ։ Եբրայեցիս թուղթը գրում է, ասում է, Աստծո շնորհքի համար, Աստծո շնորհքով մեր ամենու համար մահ ճաշակեց, ինչու, որովհետև ես մահվան մեջ էի։ Եվ իր հայտնությունը մահվան մեջ, դա ինձ գտնել է նշանակում։ Իր հայտնվելը մահվան մեջ, դա ինձ փրկել է նշանակում, ինչու, որովհետև մեղքը դա գործողություն է, դա ընդամենը թույնն է մահվան խայթոցն է մեղքը։ Դրա համար ինքը խաբեբայ է, ինքը հրապուրական է, ինչու, որովհետև նրա խաբելու նպատակը մի բան է, քեզ տանելու մահվան, անջատելու Աստծուց։ Եվ Հիսուսը, որ հաղթեց մահվան, նա մի հռչակում արեց, ասեց, ուր է ով մահ, քո հաղթությունը, քո զորությունը, ով գերեզման քո հաղթությունը, թող փառավորվի Տիրոջ անունը, մահվան մեջ հայտնվելով քեզ համար եւ ինձ համար կյանք բերեց Տերը։ Դրա համար ինքն է կյանքի առաջնորդը։ Պետրոս առաքյալը հետագայում, երբ որ քարոզում է հետարքիր խոսք ասեց դու կյանքի առաջնորդը սպանեցիք։ Այ թե ով էր Հիսուսը իրանց համար։ Գիտեք, Հիսուսը պատմություն չէր առաքյալների համար։ Պետրոսը գրում ասում է, ոչ թե վարպետությամբ շինված առասպելների ետևից գնալով մենք Քրիստոսի մեծափառությունը, այլ մենք ինքներս ականատես եղանք այն սուրբ լեռան վրա, լսեցինք այն ձայնը, որ ասեց. «Սա է իմ սիրելի որդին», ականատես եղանք։ Հովհաննես առաքյալը գրում ասում է, կենաց բանի վրայով, որ սկզբեն էր, որի համար լսեցինք, որ մեր աշկերը տեսան, մեր ականջները լսեցին, մեր ձեռքերը շոշափեցին, կյանքը հայտնվեց։ Մենք տեսանք ու վկայում ենք ձեզ։ Կյանքը հայտնվեց, կյանքի հայտնությունը, իրանց համար Հիսուսը նոր կյանքի հայտնություն էր, հավիտենական կյանքի հայտնություն էր, դրա համար Հիսուսն ասեց, սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ, միմիայն ճշմարիտ Աստված, ճանաչեն քեզ, միմիայն ճշմարիտ Աստված, հավիտենական կյանքը Հիսուս Քրիստոսի հայտնությունով է։ Ինչու՞մն է իմ հորդորը, սիրելի քրիստոնյա, սիրելի հավատացյալ, Աստված չի ուզում, որ մենք լինենք տրադիցիոն հավատացյալներ։ Գիտեք, կան այդպիսի հավատացյալներ։ Աստված ուզում է ամեն մեկից ներքնաշխարհում բնակվելով ցույց տա ինքը իրեն։ Դրա համար Մարգարեն գրում ասում է մարմինը պատրաստեցիր ինձ համար։ Եվ այդ մարմինի մեջ բնակվեց ինքը։ Հիսուսը խաչին գամելով քո մեղքը, դատապարտեց մեղքը, խաչին գամեց քո հին մարդը, այսինքն քո ամբողջ հին կյանքի վերջը տվեց եւ իրեն հանդիպելուց հետո սկսվում է նոր էջ։ Ինչքանով է քո ներսը փափագում այդ նոր էջը ճանաչել նրա հետ։ Եբրայեցիներ գլուխը գրում է հետաքրքիր, ասում է
մեր դավանանքի առաքյալին նայենք։ Ռուսերեն թարգմանությամբ գրում ասում է «Давайте уразуметь», եկեք հասկանանք, եկեք ճանաչենք, եկեք հաղորդ լինենք մեր դավանանքի առաքյալի հետ։ Այսօրվա ապրած քո օրվա մեջ ինչքանով է իմ ներսի փափագը հասկանալ իրան, ճանաչել իրան պաշտելու համար, ճանաչել իրան երկրպագելու համար։ Սիրելիս քրիստոնյայի նպատակը մի բան է՝ պաշտելու երկրպագել Տիրոջը։ Վկայ է ինձ Աստված, որին պաշտում եմ իմ հոգիով նրա որդու ավետարանի մեջ։ Այս կարևոր նպատակը Տերը բերեց երկիր, որպեսզի ամեն մի իրեն հավատացող ունենալով Հիսուս կյանքի հայտնությունը, Հիսուս կյանքի իրականությունը, դա ցույց տա այս աշխարհին, որպեսզի Հիսուսը ինձանով եւ քեզանով արտահայտվեց կյանքի մեջ։ Սա էր Աստծո կյանքի նպատակը, սա էր Հիսուսի երկիր գալու նպատակը, եւ նա իրագործեց։ Ինչն էր խանգարում մեղքը, ինքը դատապարտեց։ Ինչն էր խանգարում մարդկությանը, հին մարդը ինքը խաչին գամեց։ Եվ ով էր խանգարում սատանան, Սուրբ Գիրքը գրում ասում է հակառակ կեցեք նա ձեզանից պետքա փախչի։ Այսինքն բոլոր խանգարող հանգամանքների խնդիրը լուծեց Տերը եւ քեզ ասեց՝ արի իմ հետևից։ Արի իմ հետևից, որովհետեւ ես ուզում եմ ապրել քո մեջ։ Եվ դրա մասին աղոթեց Հիսուսը, Հայր, ինչպես ես ու դու մեկ ենք, այնպես էլ մեր մեջ մեկ լինեն։ Երկրի վրա քրիստոնյայի կյանքում մեկ կառույց պետք է լինի, Աստված մարդ մեկությունը։ Բնակվելով իմ հոգու մեջ նա այս ճշմարտությունն է կառուցում, որի ներսը նմանվի իրան։ Դրա համար Սուրբ Գիրքը գրում ասում է Աստծուն նմանող եղեք, սիրելի զավակների պես, նմանվող եղեք Աստծուն։ Դրա համար մեկ այլ տեղ Պողոս առաքյալը գրում է դու Քրիստոսի միտքը ունեք։ Այսինքն իմ մտածելակերպը Հիսուսի մտածելակերպն է, այնքան հարազատ է իմ միտքը իրան, որ դա դառնում է իմը։ Հիսուսը Նիկոդեմոսի հետ խոսալուց բացեց այդ գաղտնիքը, վերստին ծնվել Աստծո հետ ապրելու համար, այսինքն վերջին կյանքին, վերջին անցյալին, թող փառավորվի Տերը։ Դրա համար Աստված իր հոգին ուղարկեց իմ ու քո մեջ։ Այս բոլոր աշխատանքի հեղինակը Տիրոջ Սուրբ Հոգին է, երբ ինք գա ձեզ ամեն ճշմարտության կառաջնորդի, երբ ինք կա ձեզ ամեն ճշմարտության կառաջնորդի։ Հիսուսն ասեց ինք իր մեջ չպետք է խոսե, ինձանից պիտի առնի ու ձեզ տա, ամեն ճշմարտության պիտի առաջնորդի։ Եթե Սուրբ Գիրքը գրում է, որ սրբեզանոն քո ճշմարտությունով քո խոսքը ճշմարտություն է, միայն Սուրբ Հոգիով հայտնված խոսքն է քո կյանքի համար կերակուր։ Սուրբ Հոգու հայտնությունից բերած խոսքն է։ Այդ թե որն է քրիստոնյայի փնտրտուկը, եղբայրս խոսեց դրա մասին, երբ որ իմ ներքն աշխարհը ծարավ է նրան, երբ որ իմ ներսը կարոտ է նրան, երբ որ իմ ներսը փափագ է նրան, եւ գալիս եմ Սուրբ Հոգու առաջ, ունենալով իմ ներքին սենյակը, ես ունեմ մի խոստովանություն, Տեր, ես քեզ եմ ուզում։ Ես ունեմ մի դավանանք, Տեր, դու ես իմ կյանքի իմաստը։ Ես ունեմ մի փափագ, Տեր, քեզանով է լեցվում իմ ներսը, ինչու, որովհետեւ ես քեզ եմ ուզում։ Գիտեք, շատ ժամանակ քրիստոնյաները ամաչում են դավանել, շատ ժամանակ քրիստոնյաները ամաչում են վկայել, ինչը, ասում են նրանք նրան հաղթեցին գառնուկի արյունով եւ իրենց վկայության խոսքով։ Այս աշխարհը այնքան երկեր ունի սիրո մասին եւ շատ ժամանակ քրիստոնյան ամաչում է դավանել, Հիսուս դու ես իմ կյանքի սերը, ես քեզ եմ ուզում, Տեր։ Հաղթեցին վկայության խոսքով, սա է հաղթության ճշմարտությունը, Տեր, ես քեզ եմ ուզում, դու ես իմ կյանքի նպատակը։ Դավանի սա, արտահայտի սա, թող ամբողջ երկինքը լսի, թող ամբողջ դիվային աշխարհը լսի, որ սա է քո կյանքի նպատակը։ Տեր, ես քեզ եմ ուզում, ինչու, որովհետև իմ ներսը սիրում է քեզ։ Բան մը կխնդրեմ Տիրոջ մեն եւ ասիկա կաղաչեմ, որ կյանքիս բոլոր օրերը Տիրոջ տան մեջ բնակվեմ, իր վայելչությունը, իր հաճությունը տեսնելու համար։ Սա փափագ է, սա երանություն է, երբ որ քրիստոնյան ունի մի բան, մի նշանակե տեսնելու հավիտենությունը Հիսուսի մեջ, հավիտենությունը Հիսուսի հետ։ Եվ մի շատ կարևոր բան էլ ասեմ, որ իսկ կանգնենք աղոթքի, սիրելիներս, այդ խոսքը, որ Տերն ասեց, ես եմ կյանքը, առանց իրականում դատարկությունը։ Եթե երկրի վրա, երկնքում մի բան կա, ես մի անգամ այդպես աղոթք եմ անում, Տեր այդպես հետաքրքիր բան բերեց իմ առաջ, երկնքում մի բան կա, հավիտենական պաշտամունք։ Այնտեղ քարոզել, խոսել, վազել, ծառայել, այդ բոլորը կարևոր են երկրի համար։ Այնտեղ մի բան կա,
երկրպագել ու պաշտել Տիրոջը։ Հավիտենության մեջ բոլորը անգամ 24 երեսները իրանց թագերը գցում են Տիրոջ ոտքերի առաջ, երկրպագելով նրան, որովհետև երկնքում մի բան կա, պաշտամունք։ Եվ այսօր Աստված այդ պաշտամունքը երկրի վրայից է սկսում կառուցել իմ ու քո մեջ։ Այն անձը, որը որ հոգով պաշտել չգիտի, շատ դժվար կլինի իրան երկնքում Տիրոջը պաշտել ու երկրպագել։ Դրա համար Տիրոջ հոգին թող փառավորվի մեր մեջ։ Ես ուզում եմ կանգնենք ոտքի եւ միանանք այն հավիտենական պաշտամունքին, որը որ Սուրբ Հոգին 2000 տարի առաջ սկսել է երկիր գալով։ Դավանենք, ասենք Տեր, դու ես իմ հոգու փափագը, ես քեզ եմ ուզում